Փաշինյանի գործողությունները, որոնք նա անում է, որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ եւ այն արժեքների, այն ժողովրդավարության, այն եվրոպական արժեքների, որոնց մասին մենք գիտենք պատմության դասագրքերից, որոնց մասին մենք գիտենք մեր դավանած, պահպանողական ժողովրդավարության եւ պահպանողական եվրոպական արժեքներից, որոնց մասը կազմում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ուզեցել ենք, փորձել ենք միշտ որ մաս կազմի, բայց այսօր ուղղությունը թեքվել է եւ խաղաղության մասով այլ ձևաչափաձևավորված եւ արդարության մասով Հայաստանում այսօր լրագրողների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում, քաշքշվում են, ծեծի են ենթարկում կանանց եւ կապ չունի կինա թե տղամարդ լրագրողներին, խոսքի ազատություն չկա, որովհետեւ խոսքի համար կարող է կալանավորել ինչպես իրավաբաններ, սրբազաններ, հոգևորականներ, բարերարներ, այդ մարդիկ կալանավորվել են ոչ թե գործողության, ոչ թե ինչ-որ ապօրինի գործողության համար, այլ կալանավորվել են բացառապես խոսքի համար։ Հայաստանում, այսինքն արձանագրում ենք, որ չկա խոսքի ազատություն եւ այն հանդուրժողականության եւ սիրո հեղափոխությունը, որը այդ քողի տակ արված հեղափոխությունը, որը 2018 թվականը տեղի էր ունեցել, փաստորեն մահաբեր պատերազմ բերող, նոր հանձնումներով լեցուն եւ որևէ կապ չունեցող այդ խոստումների հետ գործընթաց է եղել եւ ժողովուրդը խաբվել է։